Եվրամեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքը, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Արտույտ Զորաբյանին։ Բարև ձեզ, պարոն Զորաբյան։ Բարև եւ ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Բարի գալուստ հայրենիք։ Շնորհակալ մեծ սիրով։ Պարոն Զորաբյան, սկսենք նրանից, որ այս գիշեր Իրանը Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին է ուրեմն գնդակոծել եւ Միացյալ Նահանգներն էլ իր հերթին շարունակում են նույն ոճով զբաղվել, այսինքն էլի շարունակում է ռմբակոծել Իրանի կարևորագույն ռազմաբազաները։ Առնվազն այս պահի դրությամբ ինչ է հայտնի եւ ինչ կարող ենք ասել այս առումով։ Տեսեք, մի փոքր շատ կարճ հետ գնանք, հասնենք այն իրավիճակին, որ բնականաբար նման իրավիճակներում, պատերազմյան իրավիճակներում երկրները իրար դիմաց փոխ հարվածներ են հասցնում։ Իրանի հրթիռային, այսպես ասած, կամ հոբ համակարգերի կարողականությունը այդպես չէ, որ կհասնի մինչև Ամերիկա բնականաբար։ Ուստի ինքը փորձում է հարվածներ հասցնել ամերիկյան ռազմաբազաներին տարածաշրջանում եւ բնականաբար իր մոտ տեղակայված շրջակայքում։ Քուվեյթն էլ բնականաբար դրանից շարքում է։ Հստակ ասել, որ ըստ Իրանի, այսպես ասած, պետական կառույցների եւ պաշտոնական հայտարարությունների կոնկրետ հարվածները չեն Քուվեյթի նկատմամբ։ Կոնկրետ հարվածներ են ԱՄՆ ռազմաբազաներին Քուվեյթի տարածաշրջանում, տարածքներում, այսպես ասած։ Մի խոսքով, եթե ցանկացած երրորդ երկիր տարածաշրջանում իր տարածքը հնարավորություն է ստեղծում դա ցամաքային լինի թե օդային, այսպես ասած, որպես ռազմական կենտրոն մի այլ երկրի համար, որը հարված է հասցնում երկրի, տվյալ երկիրը նույնությամբ հարվածը հետ է հասցնում։ Այնինչ էլ պատահեց երեք նույն նման շարունակությունն է։ Պետք է, կարծում եմ, կարելի է այսպես ասել, որ կարող են գրանցել, որ այն ինչ որ բանակցությունները կատարվեց Իսլամաբադից հետո, եթե չասենք ամբողջությամբ, այս պահի դրությամբ անվավեր է, բայց հստակ կարելի է գրանցել, որ խախտվել է ամբողջությամբ։ Չմոռանանք, որ միջազգային իրավունքի սահմաններում այն ինչ որ ստորագրվեց Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ դա կոչվում է ընդամենը հուշագիր, ասենք փոխհմբռնման հուշագիր, ասենք մենք միջազգայինորեն անգլերենով այդպես MOU է կոչվում եւ բազմիցս այդ է շեշտել է որպես Memorandum of Understanding, ուրեմն սա ինչ որտեղ նաեւ հնարավորություն է տալիս երկու կողմ երկրներին ու այնպես էլ որ նույնությամբ եթե պետք է լինում իրենց շահերի նկատմամբ որոշ տեղեր խախտեն դա, որովհետև հիմնականում դա գիտեք ոչ պայմանագիր, այսպես ասած ոչ պաշտոնական ինչ որ հաստատում ունի երկու երկրների կողմից։ Սա ընդհանրապես ներկայացուցիչների մեջ գրված փոխհմբռնման հուշագիր է, որի դրա վրայով ընթանալու է ապագա հնարավոր բանակցություններ, երկխոսություններ կամ դիվանագիտական ինչ-որ ընթացք։ Իսկ եթե խախտվում է ինչ-որ այս պահին ենք մենք ականատես, կարծում եմ պետք է գրանցել, որ Իսլամաբադի հուշագիրը այս պահի դրությամբ խախտված է ամբողջությամբ։ Ուղղակի հուշագիր էր, ուղղակի ստորագրվեց հուշագրի համար։ Հուշագրի համար կարծում եմ։ Իրականության մեջ ցանկացած փոխհմբռնման հուշագիր գրվում է ապագա բանակցությունների, այսպես ասած, խման կազմելու եւ ընթանալու համար դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու, հասնելու ինչ որ մի պայմանագրի։ Եվ դա արդյոք հետո կլինի ՄԱԿ-ի կոնվենցիաների կամ այսպես ասած հետագա զարգացումների համար։ Իսկ եթե դա խախտվում է, բնականաբար պետք է ասել, որ դիվանագիտությունը չի հաջողել այդ պարագայում իր առաքելությանը։ Ես կարծում եմ, որ այդ պիտի հստակ գրանցել եւ դեռ մենք ականատես կլինենք կարծում եմ գալիք օրերին, որ այս տեմպը շարունակելով, հուսալով, որ չի զարգանա, այլ կնվազի եւ նորից մենք հետ կվերադառնանք այդ հուշագրերի եւ այո քննարկումների սեղանին։ Տեսեք, երկու կողմերն էլ խոսում են, որ չեն ցանկանում լայնամասշտաբ պատերազմ ստեղծվի առնվազն տարածաշրջանում, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ չի պահպանվում, ուրեմն շարունակում է ընդլայնել իրենց տարածաշրջանը։ Այս սա ինչի մասին է խոսում։ Միթե վերահսկողությունից իսկապես դուրս է եկել այս պատերազմ կոչվածը։ Չի ասի վերահսկողությունից դուրս է եկել, բայց մի բան հստակ կարելի է մատնանշել։ Մենք չմոռանանք, որ ոչ թե մենակ խոսում ենք երկու երկրի պատերազմական այսպես ասած կոնֆլիկտների մասին, այլ մենք հստակ խոսում ենք տարածաշրջանի գերիշխանության մասին։ Տեսեք, ամբողջ տարածաշրջանը, եթե
մենք նայենք Իրանի հարավից, դա լինում է Պարսից ծոցը եւ Օմանի ծովը, եւ բնականաբար Հորմուզի նեղուցը, ով որ հսկում է այդ տարածաշրջանը, ցանկանում է գերիշխել այդ հսկայական էներգետիկ փոխանցման կարևորագույն նշանակություն ունեցող 100%։ Դա միայն դա չէ, որ մենք ասենք այսօրվա դրությամբ անցնում է շուրջ էներգետիկայի 38-ից 40%, նավթի ամբողջ աշխարհի 20%, սա պարզապես թվեր են, ավելի լուրջ այսպես ասած ենթատեքստեր գոյություն ունեն, ավելի լուրջ տնտեսական, գյուղատնտեսական լուրջ փոխանցումներ այդտեղ կատարվում, որը ինչ որտեղ կարողանում է շուկային հստակ հարվածներ հասցնել, դա լինի նավթի գնի, ոսկու գնի եւ այլն։ Ուրեմն սա մենակ ռազմական կոնֆլիկտ չէ։ Սա միանշանակ։ Երկրորդ հարցը դա է, որ ով որ կարողանում այդ գերիշխանությունը ունենալ այդ տարածաշրջանին, ունի նաև այլ փոխանցման էներգետիկ գծերի հսկողության կարողականությունը։ Մենք շուրջ 6, այսպես կարելի է հստակեցնել, որ 6 էներգետիկ փոխանցման գծեր ունենք ամբողջությամբ։ Որով ամբողջ աշխարհի գերտերությունի մասնավորի արևմուտքի շրջանը փորձում է դրանք չանցնել ոչ Իրանի, ցավոք եւ ոչ անգամ Հայաստանի տարածաշրջանով, սա ասում եմ, որտեղ մենք այս պահին ասենք մենք խոսում ենք երկու երկրների նաեւ թեմայի մասին։ Ուրեմն եթե ասենք հայտնի այդ աֆղանական լազորից սկսած այդ հին ճանապարհը մինչև Տրանսկասպիանը, մինչև ԹԱՊ-ը, ԹԱՆԱՊ-ը, TBS-ը բնականաբար եւ այլն, դուք կտեսնեք, որ այս մեծ տարածաշրջանի քարտեզում փորձում են շրջանցնել որոշ երկրներ եւ բնականաբար այն երկրներն են մտնում այդ փոխանցման գծերի աշխարհագրական քարտեզում, որոնք լինում են գործընկերներ։ Մի բան հստակ պիտի նշել, բարձրաձայնել, որ միջազգայինորեն երկու երկրների, ցանկացած երկու երկրի, այսպես ասած, բարձր տնտեսական եւ ենթակառուցվածքային, այսպես ասած, փոխհարաբերությունը էներգետիկ հարցերում, տնտեսական հարցերում բերում է երկկողմ ապահովություն, երկկողմ երաշխիք եւ այսպես ասած կայունություն եւ տվյալ պարագայում տարածաշրջանի համար խաղաղություն ու կայունություն։ Այսինքն այս պահի դրությամբ հաստատ նման ասենք, չէ, եթե ուզում ենք երկու երկիր այսպես ասել, որ ինչպես կարելի է իրար հետ տնտեսական հարաբերությունները այնքան իրար մերվել, որ ստեղծեն երաշխիքներ, դուք կարող եք տեսնել, որ Թուրքիա եւ Իրանը նման հարցին են կայունած, ասենք ունեն լուրջ խնդիրներ, ունեն դժվարություններ, ունեն կարծիքներ, տարաձայնություններ, բայց միևնույն ժամանակ այնքան խորացած է այս տնտեսական հարաբերությունը, որը ինքնըստինքյան բերում է երաշխիքներ, ապահովական, տնտեսական եւ բնականաբար կայունություն։ Դրանից ավելի բարձր հարաբերությունը ստեղծվում է ռազմավարական հարաբերություն երկու երկրների մեջ։ Նմանա Թուրքիա-Ադրբեջան կարելի է նման բան շեշտել։ Նույն նմանություններ մենք ունենք Ռուսաստան-Իրան հարաբերությունների մեջ, Իրան-Չինաստան հարաբերությունների մեջ, որը մի խոսքով միգուցե կարելի է չասել, որ ռազմավարական հարաբերության են կամ դրա շեմին են ինչ որտեղ, բայց ունեն շատ խորը տնտեսական եւ էներգետիկ հարաբերություններ, որը ինքնըստինքյան ստեղծում է ապահովություն, ինքնըստինքյան ստեղծում է կայունություն եւ երկու երկրի համար։ Հիմա դա բերում է նման կոնֆլիկտների մեջ, արդեն դուք բաժանում եք երկու մասի։ Ասենք ասում եք ԱՄՆ-ն ունի իր կենտրոնները, ինչպես Պարսից ծոցի երկրները, GCC Gulf countries, այսպես ասած, ԱՄՆ-ն, Կատարը, Քուվեյթը, Բահրեյնը եւ այլն, եւ լինում են դաշնակիցներ մի խոսքով, նաև մենք պիտի ավելացնենք Իսրայելը այս պահի դրությամբ եւ ինչ որտեղ Եվրոպան, որ այսպես մի 40-օրյա պատերազմ ուղակի, հիմա արդեն իսկ անուղակի, իսկ մյուս կողմից էլ դուք տեսնում եք Իրանը ունի այսպես ասած չի երևացող դաշնակիցներ եւ ենթատեքստում այո ընդունված դաշնակիցներ ինչպես Չինաստանը, ինչպես Ռուսաստանը, որ իր արձագանքները տեսնում եք ՄԱԿ-ում, մյուս կողմից դուք տեսնում եք Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները եւ այդ ուղղությամբ տարած հարցերը, որ գոյություն ունի, ասենք եթե Իրանը շրջանցվում է ինչ որտեղ, դա Թուրքիան միջամտում է եւ փորձում է ինչ որ ձևով օգուտ հանդիսանալ Իրանին։
Առնվազն այս պահի դրությամբ ինչ է հայտնի ավելի ուրեմն ինտենսիվ են դարձել գնդակոծություններն ու ռմբակոծությունները, թե ավելի ինչ ունենք այսօր այս պահի դրությամբ։ Ինչ հետ ենք համեմատում։ Եթե համեմատում ենք 40 օրյա, ասենք 44 օրյա, այսպես ասած, կամ մի քիչ ավելի, մի քիչ պակաս այդ օրերի պատերազմների հետ, պետք է ասել, որ ավելի նվազ է, ավելի է պակաս։ Իսկ եթե համեմատում ենք սրանից մի շաբաթ առաջվա, որտեղ արդեն մի 10-12 օր է, որ նման մենք այդպես կոնֆլիկտներ ենք ունեցել, պիտի ասենք, որ ցավոք զարգացել է։ Սրանք ժողովրդի դիմադրողականությունը մաշեցնելու համար են, թե ինչի համար են։ Ոչ թե միայն ժողովրդի դիմադրողական, այսպես ասած, կարողականությունը մաշեցնելու, այլ ես կասեի, որ փորձում են երկու կողմն էլ իրենց Եթե մենք պատկերացնենք, որ մենք կունենանք ապագա դիվանագիտական ընթացք, կունենանք նորից հուշագրի մեջ նշված բանակցային փուլ, այս կոնֆլիկտը հնարավորություն է երկու կողմի համար ավելի լավ, ավելի հստակ խաղակարգերով մասնակցել այդ բանակցություններին։ Այսինքն, եթե Արևմուտքը փորձում է ԱՄՆ-ն փորձում է ճնշել Իրանին, դա դրա համար որ ապագա բանակցություններում կարողանա ավելի շատ հնարավորություններ ստեղծի եւ ավելի շատ ճնշի Իրանին։ Հակառակ կողմը Իրանը փորձում է նման հարվածներով նախ թույլատրել տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաների ներկայությունը, 1, 2 փորձում է վնասներ հասցնել, ստեղծել ինչ որ այսպես ասած քաղաքական լարվածություն ԱՄՆ-ում, ասիկա բյուջետային առումով, չգիտեմ, ռազմական զոհեր հասցնելով կամ վնասներ պարտադրելով եւ բնականաբար ինքն էլ փորձում իր խաղակարգերը ավելի հստակեցնել ապագա բանակցություններում, որում կարողանա իր շահերը հիմա դա կլինի չգիտեմ, ատոմային հարցերի վերաբերյալ, հրթիռային հարցերի վերաբերյալ, տարածաշրջանային ազդեցության վերաբերյալ, փորձում են այդպես մի իրավիճակ, բայց համենայն դեպս ասում եմ, ես սկզբից էլ մենք մեր խոսակցությունը սկսեցինք, պետք է գրանցել, որ Իսլամաբադի հուշագիրը այս պահի դրությամբ, եթե անվավեր չէ ամբողջությամբ, բայց խախտված է, հաստատ։ Խոսում ենք այդ հուշագրի մասին, որը ստորագրվեց ըստ էության 1 ամիս առաջ, որը 14 կետերից էր բաղկացած եւ այս բոլոր կետերը կարծես թե բխում էին Իրանի շահերից։ Զուգահեռաբար տեսանք, որ ընդամենը մի քանի օր հրադադարից հետո Միացյալ Նահանգները սկսեց շարունակեց իրեն ռազմական գործողությունները դեպի Իրանի կողմ։ Այս ինչի մասին էր խոսում։ Միթե Թրամփը չի կարողանում մարսել, այո, որ այս հուշագիրը խոսում է միայն Իրանի շահերից։ Ես կնայեմ հարցին մի քիչ այլ տեսանկյունից։ Նման փորձ Իրանը ունեցել է այն ժամանակ, որ սրանից կարծում եմ շուրջ 12 տարի առաջ ՀԳՀԾ կոչված, 10 տարի առաջ այդպես ստորագրված, նման մի արդեն դա միջազգայնացված հաստատված պայմանագիր, որը հաստատվեց նաև Իրանի այսպես ասած խորհրդարանում նաև եւ դա կից տարավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ներքո, այսինքն արդեն հաստատված այդպես ասած պայմանագիր էր, որում մաս էին կազմում նաև Եվրոմիության երկրներ, Անգլիա, ԱՄՆ, Իրան, բնականաբար, Ռուսաստան, Չինաստան, չմոռանանք, ասենք անվտանգության խորհրդի միացած երկրներ։ Տեսեք, այդ բանակցությունների ավարտը ինչ տարեց։ Այդ բանակցությունների ավարտը էր, որ այդ ձև գրված, այդ մասշտաբով հաստատված, անգամ կցված անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին, հասավ այն եզրակետին, որ այդպես ասած ավարտին հասցեց, պատրվեց, պաստորեն։ Բնականաբար առաջ Արևմուտքը ԱՄՆ-ն պատրեց, սկսեց չեղարկել եւ չընդունել իր ընդունած պայմանավորվածությունները, բնականաբար փոխադարձաբար Իրանը սկսեց կամաց-կամաց այսպես ասած չգործադրել իր պարտավորությունները եւ հետո այդ Եվրոմիության այդպես ասած ձգանի մեխանիզմը եւ այլն ինչ որ հասնում ենք այստեղ մի պարզ ակնոցով եթե ուզենալ հարցին նայել միգուցե սա կլինի որ ցանկացած քաղաքական ուժ ցանկացած երկրում ուզում է որ նման բանակցությունների արդյունքը վերագրել իրեն Տեսեք Օբամայի հայտարարությունն էլ կարող եք լսել, որ ասում է, որ այն ինչ որ կստորագրվի ապագայում ավելի լավ չի լինի, քան այն ինչ որ ես եմ ստորագրել ՀԳՀԾ-ում։ Նման մի բան կա, չէ՞։
Նույնն էլ պատահում է ներկայի դրությամբ ԱՄՆ-ի ներկա, այսպես ասած, ուժին, որը նախագահն է Թրամփը, եւ նա փորձում է փորձել ձևակերպել այնպես, որ ինքն ասում է, որ ամեն ինչը լավ կլինի։ Եթե լավ չի, փորձում է այլ կերպ ասած առաջնորդվել, որին մենք տեսնում ենք արդեն ամենօրյա ռազմական կոնֆլիկտները։ Ես կարծում եմ, որ ամբողջությամբ ԱՄՆ-ն տիրապետում է այս ամենին բնականաբար, ինքը համարվում է գերուժ եւ մեդիա դաշտում, ինչպես որ ձեր մասնագիտությունն է, դժվար թե գերուժները պարտվեն։ Նվազագույնը մեդիա դաշտում պիտի գերուժները հաղթանած դուրս գան, այսպես ասած, հաղթական դուրս գան։ Ուրեմն նաև այս գործոնը չմոռանանք, որ եթե գրվում են հուշագրեր եւ հետո երկրի ներսում լինում են լուրջ քաղաքական, այսպես ասած, կոնֆլիկտներ, միաձայնություն գոյություն չունի, լինում են քաղաքական ուժերի, այսպես ասած, լուրջ բախումներ եւ չմոռանանք, որ մենք ունենք գալիք նոյեմբերյան ԱՄՆ-ում ներքին, այսպես ասած, ընտրարշավ, ուրեմն ես կարծում եմ, որ նաև այս կոնֆլիկտների մի հատվածը դրանումն է, որ փորձում է ԱՄՆ-ն գերիշխել եւ հաստատել, որ չէ, այսպես չէ, մենք եթե որևէ դրույթ այդտեղ եղած լինի, որ ընդդեմ է ԱՄՆ շահերին մենք կկանխենք, չգիտեմ, մեր գերնպատակն է, որ Իրանը երբեք չհասնի ատոմային զենքի եւ նման խոսքեր, որ դուք արդեն տեսնում եք մեդիա դաշտում։ Այ պարոն Զորաբյան, այս ամենի համատեքստում, այս զարգացումների ֆոնին որքանով է մեծանում Հարավային Կովկասի ռազմականացման վտանգը։ Այսինքն պատերազմներ կամ էսկալացիաներ տեսնում եք նմանատիպ վտանգ կա։ Տեսեք, ցավով, երբ որ միջազգայինորեն տարածաշրջանում եւ արդեն կարելի ասել աշխարհում չի գործում դիվանագիտական ընթացքը կամ այնպես որ պիտի չի երաշխավորում դիվանագիտական որոշումները, որը մենք գիտեք, մենք միջազգային իրավունքի մեջ էլ միշտ նման բան ենք ասում, որ կոնվենցիաները ինչքանով են երաշխավորվում գործնական առումով։ Մենք ունենք լիք կոնվենցիաներ, բազմիցս երկրները անդամ են, հաստատված են, դա կուզի լինի այդպես ասած կոնվենցիաներ, որը պարտադրական են կամ կոնվենցիաներ, որը պարտադրական չեն, բայց վերջի վերջո պիտի տեսնենք, որ ինչքանով է երաշխավորում դրանց գործունեությունը։ Ցավոք պետք է ասել, որ ողջ աշխարհում մենք տեսնում ենք, որ դեռ կան բազմիցս կոնֆլիկտներ, անկախ դրանից, որ կա կոնվենցիաներ եւ դեռ շարունակում են կոնֆլիկտները։ Իսրայել, Պաղեստինյան հակամարտություն, Լիբիայի ներքին հարցեր, Վենեսուելայի դեպքը, Նիգերիայում, վերադառնանք մեր տարածաշրջանը այս պահին Իրան ԱՄՆ, Իրան Իսրայել, Իրան տարածաշրջանային մի հատված երկրներ, Թուրքիայի, Սիրիայի այս հարցերը բնականաբար Հարավային Կովկասն էլ այդպես ասած անմաս չի մնա։ Գումարած դրան, որ մենք չմոռանանք, որ հիմա երբ որ մեծ երկրները կամ տարածաշրջանային ազդեցիկ երկրները, եկեք այսպես ասենք, եթե իրանց կենտրոնացումը ամբողջությամբ չեն կարողանում բոլոր տարածաշրջանների վրա կենտրոնացնել, պետք է շեշտենք, որ այս պահի դրությամբ Թուրքիան ունի իր մտահոգությունները քյուրդերի եւ Իրաքի ու Իրանի սահմանների վրա, Իրանը բնականաբար ավելի ուշադիր է դեպի ներքևի հատվածը, բայց ի վերջո այս պահի դրությամբ Հարավային Կովկասում բնականաբար պիտի ավելի զգոն լինել, որտեղ հնարավորություն է զարգացնել ռազմական կարողականությունները, Ադրբեջանը, ինչպես որ տեսնում ենք, արդեն մի քանի ամիս է նորից սկսել է սպառնալիքի զենքեր գնել իր Եվ ընդ որում պահպանում է սահմանադրության փոփոխությունը։ Այո, դիվանագիտական ոճը, որ արդեն փոխվում է, դուք զգում եք, որ արդեն կան այլ յետին նպատակներ, այսպես ասած։ Ընդ որում դրա մասին կարող ենք խոսել, որ նախընտրական process-ների ժամանակ կարծես թե դադարել էին նրանք նմանատիպ սպառնալիքի լեզվով խոսել, բայց արդեն հետընտրական process-ներում տեսնում ենք, որ շարունակում են նույն լեզվով, նույն սպառնալիքների ձևերով խոսել, որ այո, պիտի Հայաստանի Հանրապետությունը փոխի իրեն սահմանադրությունը։ Բայց հիմա այս ամենի համատեքստում ինչ է ձևավորվում, ինչպեսի օրակարգ է ձևավորվում մեր երկրի շրջանակներում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը պայթյունավտանգ է։ Տեսնում ենք
մեր հարևան Իրանում պատերազմ է եռում, հա։ Այս ամենի համատեքստում ինչ օրակարգ է ձևավորվում մեր երկրում եւ ինչպիսի քաղաքականություն պիտի դրսևորի Հայաստանի Հանրապետությունը իդեմս իրեն իշխանությունների։ Տեսեք, ցանկացած երկիր ունի իր արտաքին քաղաքականության, այսպես ասած, ծրագիրը։ Ես այս պայդրությամբ չեմ կարող ասել, որ ամբողջությամբ մանրամաս գիտեմ, թե ինչ է որոշել ներկա իշխանությունը Հայաստանի Հանրապետության, բայց չմոռանանք, որ պիտի տեսնեն մի հատ զարգացման ընթացք, ասենք սկսած հետ Ղարաբաղյան պատերազմից, ասենք մենք այդտեղից արդեն խոսենք դրա մասին, որ ինչ հնարավորություններ ունենք այս պահի դրությամբ եւ ինչ հնարավորություններ չունենք այս պահի դրությամբ։ Մենք կորցրել ենք մի բաժիններ, որը ժամանակին մեզ համարել են անվտանգության երաշխիքներ։ Ասեցի չէ, եթե մենք երկու երկրների մեջ ունենք յուրահատուկ հարաբերություններ, տնտեսական, էներգետիկ եւ այլն, դա ինքնին ստեղծվում է անվտանգության երաշխիքներ։ Այս պահի դրությամբ ես կարծում եմ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունը առնվազն Իրանի պարագայում ես կասեմ, որը նաև տիրապետում եմ ավելի այսպես ասած խորքային շերտերին, որը կարծում եմ, որ կարող ենք գրանցել, որ այդպես էլ կամաց դառնում է։ Այսինքն Իրան-Հայաստան հարաբերությունները թեքվում են դեպի ավելի լուրջ ենթակառուցվածքային, տնտեսական, էներգետիկ փոխանցման ավելի լուրջ հարաբերությունների, որը ըստ իս բավականաչափ լավ բան է։ Եթե մենք չկարողանանք մեր հարաբերությունները Իրանի հետ եւ Իրանը չկարողանա իր հարաբերությունները Հայաստանի հետ, այսպես ասած, հասցնի այդ մակարդակի, այն պարագայում պիտի մենք սպասենք, որ Իրանի ազդեցությունը հարավային Կովկասում կնվազի։ Այսինքն այս պահի դրությամբ Հայաստանը դառնում է Իրանի համար միակ յատամը ցամաքային դարպասը, գազի եւ էլեկտրացանցի փոխանցման գծերի հնարավոր, այսպես ասած, զարգացումը, երկրորդ կամուրջի ծրագիրը, որտեղ արդեն լսել եք, որտեղ մի քիչ էլ, եթե չասենք ամոթ է, մի քիչ էլ լավ չէ, որ մենք 30 տարուց ավելը չենք կարողանում մի հատ սահմանային ցամաքը երկրորդ կամուրջ, ես պատահած ասում եմ, երկրորդ կամուրջը հիմնեք, մի աշխատեք, մի հատ դարպաս դրեք, դուրը փակ պահեք, բայց ունենանք, այսինքն չի կարելի երկու երկիր իրար հետ առաջվել ընդամենը մեկ կամուրջով ճանապարհին եւ նման երկրներ, որը թե բարեկամական են, թե հին անցյալ ունեն, թե խորը պատմություն ունեն, իրանց երկու երկրները փոխադարձ, այդպես ասած, լուրջ հարցեր չունեն, այսպես ասած, եւ բնականաբար երկուսն էլ փորձում են զարգացնել տնտեսությունը եւ բարեկամական կապերը։ Ուրեմն եթե Հայաստանը փորձում է, որ հարավային Կովկասում ունենա ավելի հստակ գործընկեր, ավելի հզոր ռազմավարական հարաբերություն, ես կարծում եմ Իրանի պարագայում նվազագույնը, որը կարող եմ արտահայտվել, պետք է մենք անցնենք նման փուլի, որը ասում եմ, տեսնում եմ նման մտադրություններ նվազագույնը, նամանավան ճանապարհաշինությունը, որը սա լուրջ քայլ է, շատ կարևոր է նաև Մեղրիից դեպի ասինքն հյուսիս բարձրացող նոր ճանապարհի շինությունը, որը կարծում եմ բավականաչափ լավ է, սահմանի փոփոխությունը, Մեղրի զարգացումը, նորոգումը, վերանորոգումը, այսպես ասած, դա լավ քայլ եմ արձանագրում, բայց այդուհանդերձ չմոռանանք, որ միևնույն ժամանակ Իրանը ունի իր նկատառումները, ասինքն արևմտյան երկրների, Իսրայելի, ԱՄՆ-ի ներկայությունը եւ ինչքան կվնասի իր անվտանգության շահերի, մասնավորի այս պարագայում հստակ պետք է նշել թրիփի հարցը։ Բազմիցս Իրանը արձագանքել է իր թրիփի վերաբերյալ մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներն էլ բարձրաձայնել են իրենց կարծիքը, այդպես ասած երաշխավորություն են տվել, որ Իրանին չի սպառնալու որևէ ձևով, բայց վերջի վերջո Իրանը նկատի առնելով այն փորձառությունը եւ այս երևույթը, որ այս պահի դրությամբ մենք խոսում ենք Պարսից ծոցի շրջանում, նման փորձառությունից ելնելով համենայն դեպս չմոռանանք, որ ցանկացած ռազմաբազա, որը այդ 40-օրյա պատերազմում ԱՄՆ-ի կողմից հարձակվում էր Իրանի վրա, Իրանը փորձեց հակազդել։ Նույնը կպատահի ինձ թվում է հարավային Կովկասում առանց կասկածելու։
ինչ որտեղ այս պատերազմը պետք է գրանցել, որ ոչ թե միայն ԱՄՆ, Իսրայել, այդպես ասած արևմուտքներ ընդդեմ Իրանի, ասենք, ատոմային հարցերի, հրթիռների եւ այլն, այլ նաեւ ինչ որտեղ փորձ էր Իսլամական Հանրապետության փոփոխմանը։ Ուրեմն այս պահի դրությամբ ներկա Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը նաեւ ինչ որ տեղով գոյության պայքարել տանում է։ Ուստի չեմ կարծում վարանա կամ կասկածի, որ ցանկացած ռազմական կենտրոն, որը իրեն հստակ եւ լուրջ սպառնալիք է, դա կուզի լինի հարավային Կովկասում, կուզի լինի Պարսից ծոցի սահմանակից, այդպես ասած, կենտրոններում, ցանկացած տարածաշրջանում, այդպես ասած, իր պատկերացրած, ես կարծում եմ, որ հնարավոր թիրախ կդառնա Իրանի համար ապագա զարգացումներին, եթե ասում եմ, եթե հասնի այն կետի, որը զգա, որ ինքը իրեն վնասներ է հասնում։ Մենք չնայած պատերազմի օրինը լուրջ բանակցություններ եղավ Իրան-Ադրբեջան, այդպես ասած, որտեղ կասկածներ կար, որոնց ենթադրյալ հոպերի կամ հրթիռ կամ օդանավների հարցով, բայց դա շատ կարևոր է Իրանի համար այս պահի դրությամբ։ Կարծում եմ, որ ականատես եղանք բոլոր 40-օրյա պատերազմում, որ ցանկացած կենտրոնից, որը հարված էր հասցվում Իրանից, Իրանը փորձում էր նույն կենտրոնին եւ նույն համաչափ, այսինքն եթե հարվածում էր Իրանի ենթակառուցվածքներին, այնտեղից որ հարված էր հայցվել նույն տեղի ենթակառուցվածքներին էր, այսպես ասած, Իրանը փորձում էր վնաս հասնել եւ տվյալ երկրին ճնշել։ Նույնը կպատահի Հարավային Կովկասում։ Մենք պիտի մի քիչ ավելի զգոն լինենք, մի քիչ ավելի զարգացնենք հարաբերությունները, տնտեսական հարցերը։ Ես դեռ հակված եմ, որ Իրանի կարծիքը որպես տարածաշրջանի երկրների ներկայությունը տարածաշրջանի հարցերում, ինչպես իր առաջարկած պլանն էր 3 գումարած 3 ձևաչափը Հարավային Կովկասի համար, կարելի ասել, որ լավ տարբերակ է, կարելի է մասին դեռևս մտածել եւ բանակցել, չնայած եղել են մի քանի հանդիպումներ, բացառյալ Վրաստանը կարծում եմ չէր մասնակցում, բայց ես դեռ կարծում եմ, որ հնարավորություններ կան, որ Հարավային Կովկասի դիվանագիտական կլոր սեղան քննարկումների եւ Հարավային Կովկասի հարցերը լուծեն Հարավային Կովկասի ազդեցիկ եւ նույն տարածաշրջանի երկրները։ Սա կարևոր է եւ սա փաստն է։ Փաստն էլ կարելի է տեսնել Իրանի պատերազմում։ Այսինքն եթե եղել են ԱՄՆ ռազմաբազաները, որը հազարավոր կիլոմետրից տեղակայվել են Իրանի շրջանում եւ այդտեղից հարվածներ են հասցրել, Իրանը արձագանքել է։ Դա ինչքանով են հաջողել, ինչքանով չեն հաջողել, ռազմական մասնագիտությունը ես դրա մասին կարծիք չտամ, բայց փաստը դա է, որ երկու կողմն էլ վնասվել են։ Սա չի կարելի հերքել։ Ուրեմն եթե մենք ուզում ենք զերծ մնալ այդ վնասներից, չունենալ նման իրավիճակ, փորձել կայունություն եւ խաղաղություն ստեղծել Հարավային Կովկասում, փորձել տվյալ ձեր հարցի պատասխան Հայաստանի Հանրապետության դիրքերը ավելի ամրացնել այս շրջանում, ես կարծում եմ, որ նման հեռանկարներ պետք է ունենալ կոնկրետ Իրանի պարագայում, ես դեռ կարծում եմ, որ մենք բազմիցս անելիքներ ունենք, բազմիցս բացթողումներ ենք ունեցել թե Իրան-Հայաստան, թե Հայաստան-Իրան հարաբերություններում, իմաստնավորի տնտեսական, էներգետիկ փոխանակումներ եւ ենթակառուցվածքների իմաստով, որը սրանք երկու կողմերին էլ կբերի խորը անվտանգություն, խորը ապահովություն, խորը կայունություն եւ այս երկու երկրի ինչքան ավելի շատ մերձեցում, ինչքան ավելի շատ հզոր դառնալը ինքնըստինքյան կբերի տարածաշրջանի համար կայունություն եւ խաղաղություն։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ, միջազգայնագետ Արտույտ Զորապյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։ Ես շատ